Սահմանամերձ բնակավայրում եկեղեցու վերաբացումը, օրհնությունը, ինչ կտա նաև այս ամբողջ Տավուշի այս տարածաշրջանը։ Կա վստահություն ապրելու, հույսը, հավատքը զորացնելու, շենացնելու այս տարածքը եւ հավատքը նաեւ մարդկանց մեջ տարածելու։ Եվ հատկանշական է, որ հենց հակառակորդից բաժանող ընդհանրապես այս մի պատն է։ Տավուշի ժողովուրդը սովոր է այսպես ապրել, այնպես որ պատը կա չկա, բայց Տավուշի ժողովուրդը միշտ է սահմանին ապրող, շենացնող, պահող, պահպանող ժողովուրդ է։ Հավատքին ամուր կառչած, կանգնած ժողովուրդ է։ Այսինքն 35 տարի է այս ժողովուրդը այսպես էլ ապրում է։ Մենք պետք է նկարվենք։ Նաև արարողակարգի հետ կապված սկզբում երբ Փաշինյանն էր, ինչ արարողակարգ էր, հետո արդեն պատարակներ։ Եկեղեցու օծումներ եւ հետո Սուրբ Խաչի օծումը եւ արդեն օծված եկեղեցու մատուցվեց Սուրբ Պատարակ։ Այս ամենը վեհափառի տնօրինությամբ է եղել։ Այո, մեր առաջնորդական տեղապահ հոգեշնոր Հայր Սամվելի նաև տնօրինությամբ եւ վեհափառի օրհնությամբ։ Իսկ վերանորոգման այդ ամբողջ բաները երկուստեք է մայրաթորը։ Կրթության նախարարությունն է մասնակցել, գործուն մասնակցությունն է ունեցել, բարերարն է իհարկե եւ եկեղեցին իր չափով, իր տեղով, իր մասնակցությամբ։ Խնդրեմ, Աստված ձեզ օրհնի։ Որտեղից եք։